Երևանի Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավը թեժացրեց Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր կոշտ քննադատության ենթարկեց վարչապետ Փաշինյանին։ Ոչ միշտ գրական ձևակերպումներ գործածելով երկրորդ նախագահը Փաշինյանին մեղադրեց նաև Ադրբեջանի նախագահի կամակատարը լինելու մեջ։ Այս պահին ուղիղ կապ ենք հաստատել ընդդիմադիր դաշինքի քարոզարշավին հետևող իմ գործընկեր Գայանե Սարիբեկյանի հետ։ Գայանե, բարի երեկո, ինչ հիմնական շեշտադրումներ էր անում երկրորդ նախագահը եւ ինչու էր նրա բառապաշարը ըստ քեզ այսօր առավել կոպիտ։ Անուշ, բարի երեկո, Հայաստան դաշինքի եւ աջակիցների հանդիպումը դեռ շարունակվում է, մենք այն այսօր ընթանում է շենքային պայմաններում եւ մենք ահա այստեղից էլ ուղիղ պատմում ենք տեղի ունեցածի մասին։ Սկզբում ելույթ ունեցան Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, հետո առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին, թե նա 2021 թվականի ընտրություններին ժողովրդի մանդատը ստացավ ոչ թե ժողովրդին տված իր խոստումները կատարելու համար, այլ Ադրբեջանին տված խոստումները կատարելու համար, հետո նրան քննադատեց ազգային ինքնության դեմ գործելու համար, թե Հայաստանի պատմության մեջ ոչ մեկը չի խոսել ինքնության դեմ, բացի Նիկոլ Փաշինյանից։ Ու հետո Ռոբերտ Քոչարյանը վիրավորական բառով դիմեց Նիկոլ Փաշինյանին, մեջբերեմ այ համբալ ինչ ունես ինքնության դեմ։ Հետո Ռոբերտ Քոչարյանը բացատրեց, որ այս բառապաշարով է խոսում, նկատի ունենալով, ինչպես ինքը ձևակերպեց, քաղաքացիական պայմանագրում ընդունված բառապաշարը, ակնարկեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր հետ կապված դեպքը, երբ նա վարորդներին այդպես էր դիմել, հետո Ռոբերտ Քոչարյանը ուզում եմ նշել, որ բացատրեց, թե ինչու է այդ բառը գործածում։ Իսկ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն էր հիշել Ռոբերտ Քոչարյանին, հիշել էր մարտի 1-ի գործը եւ զգուշացրել էր, որ հայտարարել էր, որ մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է եւ Ռոբերտ Քոչարյանը մեջբերեմ Նիկոլ Փաշինյանին պետք է նստի։ Այստեղ գալու հենց առաջին րոպեներին փորձեցինք Ռոբերտ Քոչարյանից մեկնաբանություն ստանալ, բայց նա խոստացավ հետո արձագանքել դրան։ Առաջարկում եմ դիտել երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթից այդ հատվածը։ 10 տարվա ընթացքում մեկ ցույց է ծրվել 2004 թվականի խորհրդարանի մոտ։ Մեկ ցույց, ծրվել է 15 րոպե, մի մարդ հիվանդանոց չի դիմել։ Մի մարդ։ Հետո եղավ 2008 թվականի ես արդեն գնալուց մարտի 1-ի այդ դեպքերը։ Մարտի 1-ի դեպքերը, որտեղ սադրողը եւ հիմնական պատասխանատու եւ մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև արտաքին քաղաքականությունից, թե ինչպես է նա պատկերացնում եւ Եվրամիություն գնալու քննարկումներին անդրադարձավ, ասաց, որ հիմա դրա ժամանակը չէ, նշեց, թե ինքն էլ դեմ չէ, որպեսզի Հայաստան նայի դեպի արևմուտք, այսպես ձևակերպենք, բայց աշխարհագրական դիրքով եւ այս տարածաշրջանում ներկա լարված իրավիճակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ դրա ժամանակը չէ եւ դա Հայաստանի համար կլինի ողբերգական։ Դիտենք Քոչարյանի այդ մեկնաբանությունը։ Ես չգիտեմ, որևէ մեկը հավատում է, որ Եվրամիությունը գալու է հարավային Կովկաս։ Դեմ շատ լավ կլինի, որ գար։ Իրականում շատ լավ կլինի, որ գար, բայց չի գալու։ Աշխարհագրությունն է այդպիսին է։ Աշխարհագրությունը դաժան երևույթ է, չես կարող փոխել։ Հիմա այդ քարտեզի վրա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես պտտիր, գլոբուսը, չի փոխվում։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չի։ Հնարավոր է, թե Թուրքիան դառնա, Վրաստանը դառնա, դրանից հետո մի 20 տարի, 25 տարի երթում կաղնես, եթե մինչ այդ Եվրամիությունը այս տեսակով դեռ պահպանվի։ Այսօր քարոզարշավի 7-րդ օրն է եւ նկատելիորեն Ռոբերտ Քոչարյանը այսօր ավելի թեժ խոսեց իր քաղաքական հակառակորդի Նիկոլ Փաշինյանի մասին, բայց մինչեւ ելույթ նրանք խոսում էին, որ այսպես քննադատներին չպատասխանել նույն ոճով եւ չշեղվել օրակարգից։ Այս պահին դեռ շարունակվում է Հայաստան դաշինքի անդամների, Հայաստան դաշինքի ներկայացուցիչների եւ քաղաքացիների հարց ու պատասխանը, ընթանում է հանդիպումը։